Ամերիաբանկը որպես Line Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100-ի ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ, Ամերիաբանկը դարձավ առաջին հայկական հաստատությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ։ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի եւ խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար։ Մեր մուտքը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարք հստակ ազդակ է միջազգային շուկաներին, որ Հայաստանն ունի ուժեղ և մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են վստահորեն գործել համաշխարհային մակարդակով։ Սա կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը և կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Մեր հաջողությունը հաստատում է Ամերիաբանկի զարգացման ռազմավարության կենսունակությունը, որը հիմնված է հաճախորդակենտրոն մոտեցման և թվայնացման ժամանակակից լուծումների ներդրման վրա։ Այս ձեռքբերումը կարևորում է նաև Կենտրոնական բանկը։ Սա նշանակում է, որ մենք ևս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե բանկային համակարգը, թե մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևա և հստակ Հայաստանի Հանրապետություն դնենք միջազգային քարտեզի վրա։ Այդ տեսանկյունից հատկապես ֆինանսական համակարգի համար դա շատ կարևոր է, որովհետև ֆինանսական համակարգը և ֆինանսական բիզնեսը ինքը գլոբալ բիզնես է, այսինքն միշտ երբ որ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մի երկիր մտնի որպես ներդրող, ինքը միշտ նայում է, թե այդ երկրի կառույցները, հիմնական ֆինանսական ինստիտուտները ինչպիսին են։ Եվ այս տեսանկյունից իմ կարծիքով առավել քան ակնհայտ է, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու մեր վրա։ FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս նվաճումն ընդգծում է Line Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը, թե հայկական, թե վրացական շուկաներում։ Սա մեր տնտեսության համար աննախադեպ իրադարձություն է։ Այս հաջողությանը նպաստել են մի շարք գործոններ, բայց կցանկանայի դրանցից առանձնացնել երկու հիմնական ուղղությունները, որոնք բանկը հետևել է վերջին տարիների ընթացքում։ Առաջինը դա հաճախորդների բազայի ընդլայնումն է, որի արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում բանկին հաջողվել է 2 անգամ ավելացնել հաճախորդների քանակը 400,000-ից հասցնելով 800,000-ի։ Սակայն միայն հաճախորդների բազայի աճը բավարար չէր լինի նման հաջողության համար, եւ այդ առումով շատ կարևոր է նաեւ թվային զարգացման ռազմավարությունը եւ տեխնոլոգիական ընդհանրապես զարգացման ուղղությունը։ FTSE 100-ի ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական եւ այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն, Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն եւ այլն։ Խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026 թվականի մարտի 20-ին շուկաների փակումից հետո։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 23-ին։ Ալադավթյան, Էպիկենտրոն։